Հաջորդ բաժինը դա վաճառքներ բաժինն է։ Ապրանքների վաճառք իրականացնելու համար մուտք ենք գործում վաճառքներ բաժին։ Այնուհետև սեղմում ենք սաստայց կոճակը։ Բացված փաստաթղթում ընտրում ենք այն ապրանքները, որոնք վաճառելու ենք։ Կարող ենք ընտրել երկու տարբերակով՝ ավելացնել կոճակով կամ սկաների միջոցով, անցկացնելով ապրանքի շտրիխ-կոդը կամ QR-ը։ Իսկ ավելացնել հրահանգի միջոցով բացվում են մեր անվանացանկի խմբերը, որտեղից էլ ընտրում ենք համապատասխան ապրանքը, օրինակ բացում ենք որևէ խումբ և ընտրում ապրանքը։ Քաշային ապրանքի տվյալները կարող ենք ստանալ պալուչից վես կոճակի միջոցով։ Ապրանքն ավելացնելուց հետո նշում ենք քանակը, թե յուրաքանչյուր ապրանքից քանի հատ է վաճառվելու։ Վաճառքի գինը լրանում է ավտոմատ, եթե մուտքի փաստաթղթում կամ ապրանքի քարտում գրանցենք այն։ Ընդհանուր գումար դաշտում լրանում է ընտրված ապրանքների վաճառքի արժեքը միասին։ Եթե վճարումը կատարվում է կանխիկ տարբերակով, ապա ստացվածը բաժնում լրացնում ենք հաճախորդի կողմից տրված գումարը, իսկ մանր դաշտը ավտոմատ կլրանա ընդհանուր գումար և ստացված դաշտերի տարբերությունից։ Իսկ եթե գումարը ստանալու ենք անկանխիկ տարբերակով, այդ դեպքում Ապլատա Պոստ դաշտում կդնենք նիշը։ Փաստաթուղթը հաստատում ենք Պրավիստի զակրիչ հրահանգի միջոցով։ Այսպիսով հաստատելով մեր վաճառքը։